Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն բոլոր հոգևոր կառույցները, եկեղեցիները, տաճարները, վանքերը, որոնք պատկանում են հայ առաքելական եկեղեցուն, ենթարկում են Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին, բոլորի մուտքը պետք է դառնա վճարովի։ Սա Սևիլա քաղաքի գլխավոր տաճարն է։ Մուտքը տոմսի արժեք արժի 17 եվրո, $20։ Թոշակառուների, երեխաների 65-ից բարձր մարդկանց համար զեղչագործում 50%-ի չափով կարծեմ, երեխաները դպրոցական մինչև 6 տարեկան անվճար, 6-ից թե 10-ից ինչ-որ տարիքի երեխաները 6 եվրո, թոշակառուները ինչ-որ 12 եվրո, աննշան զեղչ, մի քանի տոկոսից, բայց բոլորը վճարում են 17 եվրո մուտքի արժեքի գումարը։ 5 եվրո էլ վճարում են, եթե ուզում են աուդիո, ուրեմն տուր անեն, լսեն պատմությունը, դնեն ականջներին, լսեն եւ այլ եւ այլ։ Հայկական բոլոր եկեղեցիները պետքա լինեն վճարովի, մի քանի հազար դրամ, որ այդ անուղեղ ոչխարները, ովքեր այդ եկեղեցուց ոչինչ չեն հասկանում, չեն գնահատում, արժեքը չգիտեն, կամ չմտնեն, կամ թող վճարեն, նոր մտնեն։ Չեմ ասում արգելեն սա մտնի, սա չմտնի, Նիկոլը մտնի, սա չմտնի, Նիկոլին չթողեն մտնի, Նիկոլի գլուխը ջարդեն այդ վանքի դիմացը, ոչ։ Աստծո տունն է, բոլոր իրավունք ունեն մտնելու, բայց թող վճարեն։ Առավել ևս նաև բացի տեղական ժեխից բացի, զբոսաշրջիկները, որոնք այցելում են Հայաստան, այդ նույն զբոսաշրջիկները ստեղ Չինաստանից կան, Ռուսաստանից կան, Ուկրաինայից կան, եվրոպական երկրներից շատ խելոք ձևով 20 եվրո վճարում են, մտնում են, որ ներսը շրջեն, նայեն, ծանոթանան։ Ինչով է պակաս մեր Էջմիածնի մայր տաճարը, որ 5000 դրամ չմուծեն ներս մտնելու համար։ Բոլորը։ Թող 17 եվրո, 20 եվրո չլինի, թող լինի 5000 դրամ, թող լինի 3000 դրամ, կամ Գեղարդի տաճարը, Գառնու տաճարը, որը որ պատկանում է Էջմիածնին, որը պատկանում է պետությանը, պետական վերահսկողության տակ է, թող դա պետությունը, կառավարությունը որոշի, բայց Սուրբ Էջմիածնին ենթակա բոլոր կառույցները պետք է լինեն վճարովի։ Այս աշխարհում անվճար ոչինչ չկա, թող բոլորը վճարեն։ Ժեխն էլ թող վճարի, հավատացյալներն էլ թող վճարեն, հավատացյալները ամեն օր չեն գալիս, թող վճարեն, զբոսաշրջիկները նույնպես թող վճարեն։ Այսքանը։